Բարև ձեզ, այսօր խոսելու ենք առողջապահությունից։ Ինչպես գիտեք, այս տարի այս ոլորտում ներդրվեց եւ գործարկվեց մի մեծ ու հավակնոտ ծրագիր։ Ընդհանրապես առողջապահությունային ոլորտներից է, որտեղ պետության կայացրած ցանկացած որոշում ուղիղ առնչվում է քաղաքացու կյանքի եւ առողջության հետ։ Մեր անցած փորձությունները, COVID-ը, պատերազմը, հետևանքները, հասարակության աճող ակնկալիքները այս ոլորտը դարձրել են ամենակարևորներից եւ ամենաառանցքայիններից։ Այս օրերին հասարակության ուշադրության կենտրոնում է Բաքվից վերադարձած հայ գերիների առողջության վիճակը, առողջապահության ոլորտում ներդրված համապարփակ ապահովագրության համակարգը, իսկ ընդհանրապես միշտ էլ ուշադրության կենտրոնում եղել է բուժօգնության որակը, տեղերի շուկան, գները եւ այն ծրագրերը, որոնք ձևավորում են այս ոլորտի ապագան։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչ վիճակում է մեր առողջապահության ոլորտը, ինչ պատասխանատվություն է կրում պետությունը եւ ինչ ակնկալիքներ ունի քաղաքացին։ Սա Ազատ զրույց է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է, բարև ձեզ նախարար։ Սկսենք ամենաթարմից հայ գերիների վերադարձ եւ նրանց առողջության վիճակ, ինչ ընթացքի մեջ են, ինչ ընթացքի եւ ինչ արդյունքներ ունենք կապված նրանց առողջության հետ, հետազոտություններն ավարտվել են, ինչ արդյունքներ ունենք։ Նախնական ուրեմն գնահատմամբ մեր 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվել է բավարար եւ ըստ էության հաջորդիվ նրանց համար բուժօգնության եթե կարիք լինի կտրամադրվի արդեն նորմալ ընթացակարգով միայն Վագիվ Խաչատրյանը ուներ քրոնիկ սրտային հիվանդություն եւ ըստ էության 2023 թվականին նա հենց այս հիվանդության հիմքով էլ Կարմիր խաչի օգնությամբ փորձում էր գալ Հայաստան, որպեսզի բուժօգնությունը ստանա եւ այս պահին մենք կկազմակերպում ենք նրա հետազոտությունները եւ մասնագիտական թիմի հսկողության տակ է անհրաժեշտ հետագա բոլոր քայլերը կկազմակերպվեն։ Նրանց մոտ հումանիտար իրավունքի խախտումների ինչ-որ արձանագրված փաստեր կան, թե չկան։ Դա ճիշտ ասած իմ գնահատման կամ իմ ոլորտը չէ, ես ավելի առողջական խնդիրների հետ կապված հարցերով եմ իմ գնահատականը հնչեցնում եւ նորից եմ ուզում կրկնել, որ մեր սիրելի քաղաքացիները, մեր հայրենակիցները հիմա գտնվում են մեր մասնագետների հսկողության տակ, անցել են անհրաժեշտ հետազոտությունները եւ նաեւ պարոն Խաչատրյանի ուրեմն դեպքով էլ հաջորդիվ կկազմակերպվի ողջ բուժօգնությունը։ Պետությունը իդեմս առողջապահության նախարարության զբաղվում է միայն նրանց ֆիզիկական առողջության հարցով, թե նաեւ հոգեբանական ծառայությունների կարիք ունեն նրանք։ Մենք այս ուրեմն դեպքերով էլ միշտ ունենում ենք նաև հոգեբանական աջակցության հնարավորություն, այն եւս ըստ կարիքի եւ պահանջի անպայման կկազմակերպվի մի փոքր, քանի որ սա առողջական նաև բժշկական գաղտնիքի շրջանակներում է, այսքանով կամփոփեմ։ Շատ լավ։ Հիմա հասնենք հաջորդ թեմային, այն է առողջապահության ոլորտում համապարփակ Համընդհանուր համապարփակը հետո է գալու, հա։ Համընդհանուր ապահովագրական համակարգի ներդրումը արդեն 2 շաբաթ եղավ, հա։ Այո։ Ես գիտեմ, որ առաջին օրերին անորոշություններ, մի տեսակ խառը իրավիճակ, թե բժշկական կենտրոններում, թե քաղաքացիների մոտ 2 շաբաթ անց հանդարտվել է այդ իրավիճակը, համակարգը սկսել է գործել նորմալ։ Համակարգը գործել է առաջի օրվանից, բայց ինչպես նշում եք, այո, առաջին օրերին դեռ որոշակի հարցերի պարզաբանման, տեխնիկական ուրեմն կտորների, լրացուցիչ շտկումների մաս ունեցել ենք եւ այդ աշխատանքները շարունակական են լինելու։ Մենք այս ընթացքում հանդիպումներ ենք ունեցել առցանց հարթակում հարյուրավոր բժիշկների հետ, շատ կարեւոր են այդ անմիջական շփումները, որպեսզի նրանց հարցերին շատ կոնկրետ հակիրճ պատասխաններ լինեն։ Մենք հասկանում ենք, որ
թե նորմատիվ իրավական եւ թե ընդհանուր առմամբ բավական մեծ է տեղեկատվական մասը այս ապահովագրական համակարգի ներդրման հետ կապված եւ մենք նրանց կարծես արագ այդ խորհրդատվություններով ադապտացվում են արդեն այս համակարգով աշխատելուն։ Իմ շրջայցերը ցույց են տալիս, որ այո, դեռ հմտանալու եւ ավելի արագ սպասարկելու պացիենտի ուղին ավելի կարճացնելու առումով որոշ տեղերում ունենք կարիք վերանայումների եւ մեր քաղաքականությունը ավելի խորապես ներդնելու, բայց ես կարծում եմ, որ նման մեծ ահռելի բարդ համակարգի ներդրման առումով շատ ավելի անցնցում էր, քան թե գուցե ակնկալում էինք եւ սա էլ շատ օպերատիվ եւ փոխկապակցված աշխատանքի գուցե արդյունք է, որ թե մեր առողջապահական կազմակերպությունները եւ նախարարությունը, մասնագետները այս ընթացքում մենք ամենժամյա կապի մեջ ենք իրար հետ։ Շատ լավ է, որ ցնցումներն ավելի քիչ են եղել կամ փոքր են եղել, քան թե կարող էին լինել, եւ հասկանալի է, որ նման մեծ ծրագիրներ տնելը, գործարկելը առանց խնդիրների չի լինում։ Այդուամենայնիվ այդ խնդիրները, որոնք առաջացան ներդրելուց հետո, դրանք ավելի շատ եւ ավելի շուտ տեխնիկական էին, թե բովանդակային։ Տեսեք, նախ տեղեկատվական են։ Մարդիկ 1.600.000 հոգի, որ ահռելի մեծ թիվ է, պիտի սովորի այս նոր համակարգից օգտվելու ձևերը։ Եվ իհարկե բուժ անձնակազմներ, որոշակի հավելյալ ծառայությունների ծավալ է ավելացել եւ այս մասով էլ տեղեկատվական մարսելու ընթացք ունենք։ Հաջորդը տեխնիկական որոշակի ուղումներն են, ավելի հեշտացնելու process-ները, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ թղթի վրա կամ երբ որ համակարգը գործում է ոչ իրական իրավիճակում, մտնում է իրական կյանք, արդեն դուրս են գալիս այնպիսի խնդիրներ, իրավիճակներ, շատ առանձնահատուկ դեպքեր, որոնք պիտի ըստ արդեն ընթացքի կարգավորումները իրականացվեն։ Եվ բովանդակային առումով էլ պիտի նշեմ, որ այո, գործելակարգերի հատվածն է ավելանում, որ մենք պիտի գնանք ավելի ստանդարտացված բուժման ընթացքների, սա շատ կարևոր է նաև ապահովագրական համակարգի կայունությունը ապահովելու համար։ Բովանդակային առումով կարծում եմ, որ մենք առաջարկներին նաև մեր բժիշկների, մասնագետների շատ արձագանքող կերպով կանդրադառնանք, սա շատ կարևոր է, որ մեր բժիշկները նաև մասնակից են համակարգի կայացման, մեր հանրային առողջապահության կազմակերպիչները եւ այս երկկողմանի կարգաբերումները երաշխիքն են, որ համակարգը ի վերջո իր արդյունավետ ձևաչափով կյանքի կկոչվի։ Վիճակագրություն ունեք դիմողների եւ համակարգից օգտվողների մասով։ Ես հնչեցնեմ, որ երեկ էլ կառավարության նիստին հրապարակեցի, արդեն 80,000-ից ավել այց ունենք ապահովագրական դեպքեր որպես եւ 7,000-ից ավել հիվանդանոցային դեպք ենք սպասարկել։ Մենք ակնկալում ենք, որ այս թվերը աճելու են, իհարկե, որովհետեւ հունվարը նաեւ սպეციფიկ ամիս է աշխատանքային օրերի հետ կապված եւ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ քաղաքացիների դիմելիությունը, նրանց գոհունակությունը մեր առաջնահերթությունն է, որ քաղաքացիները դրական փորձառություն ունենան համակարգից օգտվելուց։ Իսկ համամասնությունն ինչպես է մայրաքաղաք եւ մարզեր։ Չեմ կարող ասել, որ շատ տարբերություն կա, մարզերի բժշկական կենտրոններն էլ մենք ամենօրյա ստանում ենք հետադարձ արձագանքները, թվերը եւ նրանք էլ շատ ակտիվ կերպով ընդգրկված են, սպասարկում են քաղաքացիներին, այստեղ էլ ոչ մի խնդիր չունենք։ Լավ, մարդը դիմում է բուժօգնություն ստանալու համար այդ ապահովագրությամբ եւ ինչպես է կատարում պետությունը ամբողջությամբ փոխհատուցում է թե մեծ ծախսեր պահանջող բուժօգնությունը պարզապես ապահովագրական համակարգը թեթևացնում է քաղաքացու ֆինանսական բեռը։ Տեսեք, ապահովագրական համակարգերը չեն ծածկում ամբողջ առողջապահական կարիքները, երբեք, մանավանդ բազային փաթեթները եւ մեր առաջ դրված էր նպատակ ծածկել ամենաանհրաժեշտ կյանք փրկող
քրոնիկ վիճակները կառավարող, հաշմանդամությունից զերծ պահող այս ծառայությունների շրջանակը եւ իհարկե մարդկանց աղետալի ֆինանսական ուրեմն բեռից ազատելն է մեծամասամբ։ Գիտեք, որ այսօր բարձր կարգի տեխնոլոգիական վիրահատություններ կան, որոնք մի քանի միլիոն դրամ արժեն եւ քաղաքացու համար րոպեի ընթացքում այդ կարիք առաջանալով նման գումար վճարելը դառնում է ուղղակի շատ մեծ խնդիր։ Եվ մենք անցում կատարեցինք կանխավճարային, այսինքն փոքր գումարներ ներդնելով մեր առողջության մասին հոգ տանելու համար, մենք կարողանում ենք այդ հիմնական ծանր բեռից այս փուլում ազատել։ Արդյոք բոլոր ծառայություններն ենք փակել, իհարկե ոչ, եւ սա էլ շատ կարեւոր է, որ սխալ ակնկալիքներ չլինեն, բայց պիտի սկսել եւ գնալ դեպի առաջ։ Ամբողջ ծառայությունները չեք փակել եք այն անհրաժեշտը եւ այն ինչ որ դուք թվարկեցիք, դա չէր փակվում պետպատվերով։ Եվ ընդհանրապես ինչ տարբերություն ապահովագրական համակարգի եւ պետպատվերի մեջ։ Ես հարցնում եմ, որովհետեւ ձեր ընդդիմախոսները նաեւ ասում են, թե տարբերությունը որն է, պետպատվերը կար, հիմա ապահովագրությունն է, նույնիսկ ավելին պետպատվերով փող չէիր վճարում, հիմա ինչ որ փող պիտի վճարես։ Այդպես չի, նախ ասեմ, որ մենք չենք սպասել, որպեսզի ապահովագրությունը ներդնենք ու հետո մեր քաղաքացիներին սպասարկենք։ Այո, վերջին տարիներին առողջապահության բյուջեն կրկնապատիկից ավել աճել է եւ վերջին տարիներին պետական պատվերը իսկապես ահռելի մեծ բեռ է իր վրա վերցրել, բայց ապահովագրական փաթեթը շատ ավելի ընդգրկուն է եւ այստեղ վերահաշվարկվել են նաեւ շատ ուղղություններով ծառայությունների գները։ Հաջորդիվ ամենակարևոր փոփոխությունը քաղաքացիների շատ մեծ խումբ պետպատվերից օգտվելու շատ սահմանափակ շրջանակ ուներ։ Այսօր մեր քաղաքացիներից մոտ, ինչ ասեմ, 500,000-ից ավել քաղաքացիներ ստանում են մի փաթեթ, որը առաջ նրանց հասանելի չէր, եւ սա շատ մեծ բարեփոխում է։ Ասում եք, որ այդ փաթեթը ամեն դեպքում ամբողջ ծառայությունները չէ որ ծածկում է։ Հիմա նշեցիք մոտավորապես, թե ինչն է ծածկում, իսկ առաջիկայում այդ փաթեթը ընդլայնվելու հնարավորություն, հավանականություն, այդպիսի ծրագրեր կան, թե չկան։ Հնարավորությունը իհարկե կա եւ դա օրենքով էլ կարգավորվել է, թե ինչպես է դա հետագայում արվելու ամեն տարի ուրեմն առողջապահության լիազոր մարմնի ղեկավարը կամփոփի ազգային ժողովում նախորդ տարվա արդյունքները ապահովագրական հիմնադրամի աշխատանքի եւ առաջարկ կներկայացնի հաջորդ տարվա ապահովագրական փաթեթի գնի եւ այլ պայմանների մասով եւ սա էլ ազգային ժողովում ամեն տարի օրենքի վերանայման հնարավորությունը բաց է լինելու սա էլ կախված է մեր երկրի տնտեսության զարգացման ընթացքից մեր հարկային եկամուտներից եւ ես առիթը օգտագործելով նաեւ ուզում եմ ընդգծել որ այս բարեփոխումն էլ հնարավոր է դարձել Հայաստանում աշխատող բարեխիղճ հարկ վճարող քաղաքացիների մուտքերի արդյունքում եւ մեր 65+ քաղաքացիներին էլ ուզում եմ հորդորեմ որ խանութում կամ որևէ բան գնելուց անպայման ՀԴՄ-ն ուզեն, որովհետև հենց դրա շնորհիվ է, որ նրանց առողջության մասին մենք կարողանում ենք հոգ տանել։ 65+-ը լրիվ անվճար 65+ քաղաքացիների համար ապահովագրական վճարը, որը 129,600 դրամ է, վճարում է պետությունը եւ նրանք օգտվում են ապահովագրությունից։ Համընդհանուր եւ համապարփակ դուք ուղեցիք, որ համընդհանուրը համապարփակը չէ, սրանց տարբերությունը եւ Այսինքն մոտավոր հասկանալի է տարբերությունը համապարփակին երբ անցնելու ծրագրեր կան։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, տիկին նախարար, մենք հասանք ապահովագրության համընդհանուրին եւ համապարփակին։ Տեսեք, մեր ապահովագրական համակարգը ներառելու է բոլորին։ Սա մեր նպատակն է, որ երբ որ եռամյա շրջափուլը ավարտենք բարեփոխման ներդրման, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ու ուրեմն այստեղ ապրող ռեզիդենտները պետք է ընդգրկված լինեն ապահովագրական համակարգում։ Բայց
առողջապահական այս համակարգը չի ծածկելու, ինչպես նշեցի, բոլոր կարիքները։ Իհարկե հետագայում էլ լինելու են ատամնաբուժական, հիգիենիկ պարագաների, բժշկական ծառայությունների մի ծավալ, որը մնալու է մասնավոր ապահովագրման համակարգի հնարավորությամբ եւ իհարկե վճարովի հիմունքներով։ Այստեղ շատ կարեւոր է, որ պետության դերը եւ նպատակը իր քաղաքացիների առողջության մասին հոգ տանելն է, որ ունենանք կյանքի միջին տևողության ավելացում, ունենանք հաշմանդամության կրճատում եւ կյանքի որակի բարելավում։ Այսինքն, եթե փորձենք այս հատվածը ամփոփել, ծրագիրը մշակելուց, ներդնելուց, գործարկելուց հետո ինչ կարելի ասել, ինչ է մեծ հաշվով փոխվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում առողջապահության ոլորտում։ Ես պիտի նշեմ ամենակարևոր հանգամանքը։ Մենք անցնում ենք գրագետ առողջապահական համակարգի։ Սա չափազանց կարևոր է։ Ինչպես նշեցի, կանխավճարային հիմունքներով, այսինքն մարդը չի վճարում այն ժամանակ, երբ որ հասել է կարիքը եւ պետք է բժշկական օգնություն ստանա։ Երկրորդը, մենք անցնում ենք հիվանդաբուժությունից ավելի առողջության պահպանման մոտեցմանը եւ այստեղ էլ մենք մեր առողջության մասին պիտի հոգ տանենք, երբ որ առողջ ենք, կանխարգելիչ բուժզնությունների, սկրինինգային ծրագրերի եւ չթույլ տանք, որ մեր առողջական խնդիրները այնքան խորանան, որ դրանք դառնան շատ ավելի ծախսատար եւ ելքերն էլ շատ ավելի անկանխատեսելի։ Սա է ամենակարևորը։ Եվ սա հասանելի պիտի լինի։ Հասանելի նշանակում է, որ այո, պետությունը իր վրա է վերցնում նաեւ երեխաների, մինչեւ 18 տարեկանների 65+ քաղաքացիների եւ հաշմանդամության կարգ ունեցող սոց անապահովության գնահատական ունեցող ընտանիքների բեռը իր վրա եւ աշխատող քաղաքացիներն էլ վճարում են իրենց համար այդ ապահովագրավճարը եւ ելի օգտվում են այս փաթեթից։ Շատ լավ, ձեր ոլորտում հաջորդ թեման, որ կառավարությունը հաստատեց, նախորդին իմունոկանխարգելման ազգային նոր ծրագիրներ։ Սա ինչ է ներկայացնում իրենից։ Մենք հաջորդ ուրեմն մինչև 30 թվականի համար սահմանեցինք ազգային օրացույցը, ինչպես ենք կազմակերպելու պատվաստումները, որ տարիքային խմբին, որ պատվաստանյութերն են հասանելի լինելու եւ դրեցինք թիրախներ, թե ինչպես պիտի կարողանանք ապահովել վարակիչ հիվանդություններից զրոյական դեպքերը տեղական եւ իհարկե պատվաստանների բարձր ցուցանիշները։ Ես նշեմ, որ մենք 2011 թվականից սկսած այս միջակայքում 2025 թվականին ունեցել ենք պատվաստումների 0-ից 1 տարեկան երեխաների ամենաբարձր ցուցանիշը 95.1։ Սա իսկապես մեծ ձեռքբերում է եւ այսօր, երբ որ ես շփվում եմ նաեւ իմ գործընկերների հետ, այլ երկրների նախարարների հետ եւ քննարկումներ ենք ունենում միջազգային հարթակներում, սա իսկապես շատ կարեւոր ձեռքբերում է, որ մենք շատ հպարտ ենք, որ մեր բնակչության վստահությունը, մեր առողջապահական համակարգի կարողությունները, մեր բուժաշխատողների աշխատանքը իր արդյունքները տալիս է եւ մենք զերծ ենք վարակիչ հիվանդությունների բռնկումներից, որոնք մարդկանց կյանքեր են խլում, երեխաների կյանքեր են խլում։ Այդ ցուցիչը վկայություն է բանին, որ պատվաստումների դեմ հակազդումները, հակազդեցությունները թուլացել են։ Մեր հասարակության մեջ կարծես թե կա, չէ, հակազդել պատվաստումներին դեմ լինել, ինչու եք իմ մարմնի մեջ բժշկական ներկայություն ունենում, դա իմ մարմինն է եւ ես չեմ ուզում եւ այլն։ Չեմ կարող ասել, որ նվազել են եւ վերջերս էլ հրապարակվել էր մի զեկույց, որ ընդհանուր առմամբ տեղեկատվական պատերազմների մեջ առողջությունը, մարդու առողջության վերաբերյալ այսպես այդ տեղեկատվական արշավները ամենազգայունն են։ Բայց մենք նաեւ փորձում ենք ստեղծել դիմակայունություն այդ ապակողմնորոշող, կեղծ
փաստական հանգամանքներից զերծ մանիպուլյացիոն նյութերի մասով եւ այստեղ նորից եմ ասում պիտի շարունակաբար մենք կրթենք մեր ծնողներին նրանց հուզող հարցերին պատասխանենք սա շատ կարեւոր է որովհետեւ մարդը երբ որ ունի վախեր շատ դեպքերում դա նաեւ չիմացությունից է եւ երբ որ նրա հետ աշխատանք է տարվում նրան ներկայացվում են այդ փաստերը շատ դեպքերում որոշումը փոխվում է եւ հենց դրա արդյունքում ենք մենք այս հաջողությունը գրանցում։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում որ պատվաստումների նկատմամբ վստահության բարձրացումը ձեր կարևոր խնդիրներից մեկն է այս առումով։ Այո, եւ մենք վերջին տարիներին շատ մեծ ջանքեր ենք ներդրել, որպեսզի կարողանանք հասնենք այս արդյունքներին։ Հաջորդը, որ միշտ հանրային ուշադրության կենտրոնում է տեղերն են, տեղերի շուկան, տեղերի գները, այստեղ ինչ իրավիճակ ունենք արդյոք ձեր կարծիքով պետությունը վերահսկող ֆունկցիա ունի եւ իսկապես վերահսկվում է այս ամբողջ շուկան։ Նախ ուզում եմ կիսվել, որ վերջերս մենք բացեցինք դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, ամբողջությամբ վերանորոգված եւ համալրված նորագույն լաբորատոր սարքավորումներով եւ սա ուզում եմ նշել, որ մեր երկրում դեղերի որակի վերահսկման ամենակարևոր օղակներից է եւ ուրախ եմ, որ մենք արդեն համալրել ենք նախ անհրաժեշտ վերջին սերնդի սարքավորումներով եւ սա շատ կարևոր ձեռքբերում է։ Հաջորդը տեսեք իրավիճակներ, երբ որ տեղերը շրջանցում են ձեր այդ ասած կառույց։ Իհարկե, եթե դրանք անօրինական ճանապարհով են բերվել Հայաստանի Հանրապետություն, այդ առումով էլ արդեն տեսչական մարմիններն են, մաքսային մարմիններն են զբաղվում նման ապօրինի գործունեության բացահայտմամբ եւ իհարկե պատասխանատվության ենթարկելուն։ Հաջորդը նույն դեղերի հասանելիությունը ապահովելու համար ապահովագրական համակարգի ներդրումն է, որ այս հարցը պիտի լուծի։ Ի վերջո մենք որպես մեծ գնորդ, պետությունը որպես մեծ գնորդ ապահովագրական հիմնադրամով թելադրում է որոշակի պայմաններ եւ մենք տեսնում ենք այդ տենդենսը։ Այսօր մենք նաեւ ազատականացրեցինք այս հատվածում, որ քիմիական անվանումով է դեղը մտած ապահովագրական փաթեթի մեջ եւ մենք ունենք ամեն բրենդի համար փոխհատուցման առավել արժեքներ եւ քաղաքացին ինքն է որոշում, որ տարբերակը կարող է ուզում է գնել եւ այո լինում են դեպքեր, երբ որ համավճարով շատ ավելի թանկարժեք բրենդերից է օգտվում։ Բայց մենք տեսնում ենք, որ այս փոփոխության արդյունքում մեր քաղաքացիների համար հասանելիությունը շատ մեծացել է դեղերի առումով, բայց Հայաստանը փոքր շուկա է եւ այստեղ էլ ունենք խնդիր, որ մեծ դեղագործական ընկերությունները շատ հետաքրքրված չեն փոքր շուկաներում գալու, ներկայացնելու իրենց։ Ինչպես եք լուծում այդ հարցը։ Այս հարցում էլ մենք փոփոխություն իրականացրեցինք եւ անձանց հնարավորություն տվեցինք ֆիզիկական անձանց իրենց կարիքների համար չգրանցված դեղեր բերել իրենց ուրեմն բժշկական կարիքները հոգալու համար։ Մենք նաև 6 ամիսը մեկ մոնիտորինգ ենք անում շուկայում, եթե ինչ-որ անհրաժեշտ ինչ-որ մի դեղորայք գրանցված տարբերակը Հայաստանում սպառվում է, թույլատրում ենք նաև եվրոպական արտադրության երկրներից բերել այդ դեղորայքը լրացնել դեֆիցիտը։ Դե նախարար, ընդհանրապես Հայաստանում բուժօգնության որակը ինչպիսին է ձեր կարծիքով, դա չափելի մի բան է, թե Այո, եւ ես պիտի նշեմ, որ որակի չափման մեթոդաբանության հեղինակը մեր հայրենակից Դոնապետյանն է, ով Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմնադրել է այդ որակի բաղադրիչները բժշկական օգնության որակի, այո։ Եվ մենք հենց առաջնորդվում ենք նրա ուրեմն թողած ժառանգությամբ եւ վերջին տարիներին առանձնացրեցինք այդ բաղադրիչները, որոնցով պիտի գնահատենք առկա վիճակը անընդհատ լավարկման մոտեցումով։ Որակը մի բան է, որ չունի ավարտական կետ եւ մշտապես պիտի բարելավի։ Այս առումով Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոնները այլևս պարտավոր են ունենալ որակի մասնագետներ, որոնք որ հենց այս գործով պիտի զբաղվեն, որ փորձառությունը պացիենտի
ներհիվանդանոցային վարակների հսկողությունը, ուրեմն պատահարների գրանցումը եւ դրանց բացառման միջոցառումների կիրառումը եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա կարծում եմ շատ կարեւոր գործընթաց էր եւ մենք պիտի այս դրա վրա շատ մեծ ուշադրություն դարձնենք։ Առաջիկայում նաեւ գիտեք ինչ ենք ունենալու։ Այս ինդիկատորներով գնահատականները հրապարակվելու են մեր կայքում եւ քաղաքացիները կտեսնեն, թե որ բժշկական կենտրոնն է բարելավում ցույց տալիս, ինչպիսի ցուցանիշներ ունի եւ սա էլ շատ ազդեցիկ գործիք է։ Որակի մասնագետը համաձայն եմ շատ ազդեցիկ գործիք է, բայց ավելի տրամաբանական չէր լինի, եթե այդ մասնագետները լինեին նախարարության կողմից գործուղված մասնագետներ, քան թե տվյալ բժշկական կենտրոնի, որովհետև բժշկական կենտրոնի մասնագետը այսպես թե այնպես այդ կենտրոնի շահերն է պաշտպանելու։ Պետք է երկուսն էլ լինեն։ Պետք է լինի որակի ներքին կառավարման համակարգ եւ որակի արտաքին կառավարման համակարգ եւ մեկ առանց մյուսի իհարկե չի կարող գործել։ Բժշկական սխալների խնդիր ունենք մենք այդպեսի բան թե չէ։ Իհարկե, չկա համակարգ, որը չունի բժշկական սխալների խնդիր, բայց այդտեղ էլ պիտի առանձնացնենք օբյեկտիվ պատճառներ բժշկական սխալների, սուբյեկտիվ պատճառներ եւ մենք նաեւ ինչու ենք մենք ցուցանիշների գրանցման այս մեխանիզմը շատ ուշադրություն դարձնում, որովհետեւ եթե մի բանը չենք կարողանում ֆիքսենք, դրա հետևից չենք կարող գնալ եւ վերացնել այդ խնդիրները։ Այստեղ էլ մեր բժիշկների այդ սխալների քննարկման, դրանց պատճառների վերհանման, որոշակի միջոցառումների քարտեզ ունենալու, ինչպես ենք իրավիճակը ուղղելու, միայն այս ճանապարհն է, որ համակարգերը զարգացնում է։ Նախարարությունը, նախարարի աշխատանքը ձեզ համար քաղաքական պատասխանատվության խնդիր է։ Միանշանակ, իհարկե, քաղաքական պաշտոն է, ես կուսակցական եմ։ Առողջապահության ոլորտը այն ոլորտներից է, որ հյուրին անընդհատ կարելի է հարցեր տալ, բայց ամեն մի քաղաքացի կարծես իր հարցը ունի եւ միշտ ասում են, այ եթե ես իմանայի, այսպեսի հարց կտայի։ Հիմա եթե մի բան ընդունենք, որ դուք ոչ թե առողջապահության նախարար եք, այլ սովորական քաղաքացի առողջապահության նախարարին ինչ հարց կտայիք, որ ձեզ կուզեր։ Հետաքրքիր է։ Երևի թե որակի մասին հարց կտայի, որովհետեւ գիտեք, մեր երկրում իհարկե շատ մեծ է զարգացումը եւ չեն կարող համեմատել 10 տարի, 5 տարի եւ այսօրվա մեր համակարգերը։ Եվ մեր ժողովրդի առողջական ցուցանիշներն էլ դա հստակ ցույց են տալիս, բայց որակի առումով հարց կտայի, թե ինչպես հասնել վարքագծային փոփոխության, թե բժիշկների, թե պացիենտների եւ իհարկե էթիկայի նորմերի։ Մենք բոլորս ուզում ենք, որ թե պացիենտը ճիշտ վարվի բժիշկի հետ, թե բժիշկը ճիշտ վերաբերվի պացիենտին։ Այդ լարված հարաբերությունները հաճախ են հանդիպում։ Լինում են դեպքեր, բայց ես կասեմ, որ այս մասով էլ բավական մեծ փոփոխություն ունենք։ Գիտեք, անգամ այն հանգամանքը, որ պացիենտի հետ պետք է խոսել դուքով, նրա նկատմամբ չունենալ այդ պատրոնաժային, այսպես վերաբերմունքը նկատելի է, փոփոխությունները նկատելի են։ Շնորհակալ եմ զրույցի համար, ձեզ հաջողություն, մենք հետևենք իրադարձություններին, հետևենք զարգացումներին։ Առողջապահությունը միայն թվեր չէ, միայն ծրագրեր չէ, այն վստահություն է նաև պետության եւ քաղաքացու միջև։ Այս զրույցի ընթացքում մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպիսին է մեր առողջապահության վիճակը եւ արդյոք մեր պետությունը փորձում է ստեղծել մի իրավիճակ, մի միջավայր, որտեղ առողջությունը ոչ թե բախտի բան է, այլ իրավունք է։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Լավ մնացեք, կհանդիպենք։